առանց ավանդույթը խախտելու, նախ լուսանկար չարենցավանցիների հետ։ Երբեմնի արդյունաբերական Չարենցավանից մի քանի հիմնարկ է մնացել, նկատում է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Երբ երկրի առաջնորդությունը ստանձնի Սամվել Կարապետյանը, բարի ավանդույթները վերականգնվելու են, ասում է։ Ծրագրում գրված է 300,000 նոր աշխատատեղ։ Երբ ասում են, որ ոնց եք ստեղծելու այդ աշխատատեղերը, հենց այսպես ենք ստեղծելու։ Երկիրը չի ներմուծելու, ինքն է արտադրելու, որովհետև ով եթե ոչ դուք գիտեք ինչ է արտադրությունը։ Շատ աշխատատեղեր թող լինեն, լավ կապրենք, ասում են չարենցավանցիները, բայց նախ խաղաղ հայրենիքի մասին են երազում, իշխանության խոստումներին չեն հավատում։ Ով ամենալավը գիտի պատերազմի դառնությունն ու խաղաղության քաղցրությունը, եթե ոչ պատերազմում ամենաթանկը կորցրած ծնողը։ 44-օրյայում զոհված Վարդան Կոնջորյանի հայրն ասում է, իրական ուժեղ խաղաղություն է պետք երկրին։ Մեզ ուժեղ Հայաստան է պետք, մեզ ուրիշ ոչ մի բան պետք չի, պետք է ուժեղանանք, հզորանանք։ Այս իշխանությունը Ալիևին է համարում Հայաստանի անվտանգության երաշխավոր, իսկ Բաքվի բռնապետը չի էլ թաքցնում, Հայաստան գալու ծրագրեր են կազմում, լինի պատերազմով, թե խաղաղությամբ։ Բան չի եղել, որ այս մարդը բեղերով մարդը ասի, մեր երկրի հիմիկվա ղեկավարը չտա։ Խնդրում եմ, հարգելի հայրենակիցներ, լուրջ վերաբերվենք մեր ընդհանուր հայրենիքին։ Իրանք գալու են, իրանք հրահրելու են բախումներ, ու դա հիմք է լինելու, որ իրանք մտնեն մեր երկիր, ներքին կյանք։ Խաղաղությունը ոչ թե բառերով, այլ գործով է երաշխավորվելու հունիսի 7-ից հետո Ուժեղ Հայաստանում։ Չարենցավանցիներին ուղերձով դիմում է Սամվել Կարապետյանը։ Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր։ Սամվել Կարապետյանը եկել է իրական կյանքից։ Նա աշխատող մարդու եւ իր աշխատանքով հաջողության հասած մարդու օրինակ է։ Նրա հաջողությունը մասշտաբներ ունի եւ դա ամենակարևորն է։ Չարենցավանում Ուժեղ Հայաստանի գրասենյակի բացումից հետո այցն ամփոփվում է քաղաքում քայլերթով։ Հաջորդ հասցեն Հրազդանն է, այստեղ էլ ավանդույթը չի խախտվում։ Վերջին 3 տարում ամեն շաբաթ Հրազդանում էի, ասում է Նարեկ Կարապետյանը։ Այդ այցերի ընթացքում էլ ծնվել են գաղափարներ, որ դրվելու են Ուժեղ Հայաստանի տնտեսության հիմքում։ Վերջին 8 տարվա ընթացքում Հրազդանը հայտնի էր Հայաստանում ամենավորակյալ ցեմենտի գործարանով։ Ցեմենտը աշխատում է ժողովուրդ։ Իսկ պետությունը ինչ որ բան արել է, որ աշխատի։ Կարող է ճիշտ կլներ 2 հատ ռիլ քիչ նկարեր, 2 հատ կուկուռուզ քիչ ուտեին, մի օր հատկացնեին, հրազդանցիներին աշխատանքով ապահովեին։ Հայաստանի ապագան արդյունաբերականացումն է, նոր գործարաններ, շատ աշխատատեղեր։ Հրազդանցիների համար նորություն չէ։ Սամվել Կարապետյանի ջանքերն այստեղ միշտ են տեսանելի եղել։ Մի ամսվա ընթացքում վերջապես կբացենք Հայաստանում վերջի տարիների ամենամեծ ներդրում Հրազդանի մետալուրգիական գործարանը, որը հենց կոչելու են Հրազդանի մետալուրգիական գործարան, որը չնայած կառավարության բոլոր խնդիրներին ամեն օր մեր դեմ սարկած, մենք մինչև վերջ պահեցինք ու աշխատավարձերը պահեցինք։ Բայց այն ինչ հիմա ենք անում, փոքր բան է, այն ինչ կարա անի ամբողջ պետությունը, ամբողջ պետական ռեսուրսներով մենք կարանք անենք։ Ուժեղ Հայաստան տանող ճանապարհը հեշտ չէ, բայց Սամվել Կարապետյանի թիմակիցները վերահաստատում են, պայքարելու են մինչև հաղթանակ։ Սա շատ վաղուց քաղաքական պայքար չէ, սա արժեքների պայքար է։ Պայքար է հանուն նրա, որ ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը Երևանի կենտրոնում խորովածի հոտ չկա։ Հրազդանցիները եւս նոր հասցե ունեն իրենց հարցերով ու առաջարկներով գնալու համար։ Այս քաղաքում բացվում է Ուժեղ Հայաստանի գրասենյակը։ Վստահ եմ, որ Ուժեղ Հայաստան պիտի լինի։ Ընտրեք մեր Սամվել Կարապետյանի աշխարհ փոխի։ Չէ, գործանվելով է։ Վստահում ենք Սամվել Կարապետյանին եւ շատ սիրում ենք։ Խաղաղությունն է, պետք է լինի ամրապնդված խաղաղություն։ Սամվել Կարապետյանը որ ասում է, ուրեմն մի բան գիտի էլի վրա։ Մեր խաթարված արժանապատվությունը վերականգնելու
լուրջ հնարավորություն է, լույսի ճրակ, կանթեղ, որ երևում է, եւ ես դրա համար եմ կանգնած։ Խոտայթի մարզկենտրոնում էլ այցը քայլերթով է ամփոփվում։ Մարդիկ միանում են, ողջունում պատուհաններից, ասում են, հավատում ու սպասում են, երկրում իրական փոփոխություններին։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։